Բարև հարգելի երևանցիներ, հարգելի ավականու անդամներ, հարգելի պարոն փոխքաղաքապետ, պարոն Սուքիասյան, եթե ամեն ինչ այդպես վատ լիներ, եթե ամեն ինչ այդքան դաժան եւ դժբախտ լիներ, ինչպես որ դուք եք ներկայացնում, ուղղակի դուք այստեղ նստած կլինեիք, ոչ թե մենք, այդքան բան դա ֆիքս եք, էլի, ընտրությունների ժամանակ ժողովուրդը արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով իր քվեն տվել է համապատասխան քաղաքական ուժերին եւ ձևավորել է համայնքային եւ ընդհանուր պետական իշխանությունները եւ ինստիտուտները գործում են։ Ինչքան էլ փորձեք ջիքեր գործադրել, ստեղ իմիտացիաներ ստեղծել, մեկը ձեզ մոտ դա չի ստացվելու, որովհետեւ ժողովուրդը ամենալավ ինդիկատորն է եւ տալու է ամենքին իր համապատասխան գնահատականը։ Մեր հարգելի ավականու անդամը, ինչպես էր ձեր անունը, կներեք, Պարոն Դանիելյան, ինչպես որ դուք տենց փորձում եք այդ տեսաձայնագրությունը միացնել եւ ասել, բա հերթերը, ես կխնդրեմ դա մինչեւ վերջ միացնեք մյուս ձեր ելույթի կամ հնարավորության ժամանակ, որ կոնտեքստից չկտրեք իմ ելույթը եւ իմ միտքը եւ տրամաբանենք եւ տարբերակեք մեկը մյուսից, երբ որ ես խոսում եմ նրա մասին, որ թաղապետարաններից, թաղապետերը կամ վարչության պետերը կամ այլ ինչ-որ պատկան իշխանավորներ միջնորդություն չեն անում իրենց հարազատների, մտերիմների, երեխաների համար, որպեսզի նրանք առանց հերթերը խախտելով իրենց երեխաներին, այսպես ասած, տեղավորեն մանկապարտեզներում, եթե գեթ մեկը կբարձրանա եւ կկարողանա ապացուցել, որ իր երեխային կամ իր ծանոթի երեխային առանց հերթ, այսինքն հերթը խախտելով տեղավորել է մանկապարտեզ, ես ինքս ձեզնից ներողություն կխնդրեմ եւ ամբողջ մեր Երևան քաղաքի բնակիչներից ներողություն կխնդրեմ, դուք նման բան չեք կարող ապացուցել, դուք նման բան չեք կարող ասել եւ իմ խոսքը դրա մասին է եղել, որ այդ երևույթին տգեղ մենք վերջ ենք դրել։ Հերթերը միշտ կան, հերթերը բնականon հերթեր են, ոչ մեկ չի խցկվում հերթի մեջ, նորից եմ կրկնում, այդ ամեն ինչը ծրագրով կարգավորված է Երևան mանկապարտեզ.երևան.am կայքով օնլայն կարող եք հետևել բոլոր հերթերին։ Իսկ որ այս օտարված ժամանակին տենց ինչպես պարոն Սուքիասյան դուք ասում եք 3.4 միլիոն դոլարով վաճառքի է հանվել այս մանկապարտեզը նախկինում գործող, մի հատ եկեք հետ գնանք, էլի հետ հայացք նետենք, հասկանանք ձեր նախկին քաղաքական կնքահայրերը, երբ որ տենց օտարման տակ էին դնում այդ պետական գույքերը, մանկապարտեզներն ու դպրոցները, քանի զրո պակաս էին դնում, $3,000 թե $30,000 լավագույնը, մի հատ եկեք դրա համեմատենք ու ամեն ինչ ձեզ համար կարծում եմ լրիվ պարզ կլինի։ Ինչի՞ չեք ուզում, ինչից եք վատ զգում, ինչի՞ չեք ուզում մտնեք այդ քննող հանձնաժողովի մեջ եւ դուք էլ մասը կազմեք, եթե տենց սրտացավ եք, եթե տենց ձեզ մեջ արդարությունը տենց բոցավարվում է, եթե դուք տենց մարտիկներ եք արդարության եւ հավասարության, բա եկեք միացեք, թե կարող է անուններ ի հայտ գան, փոխկապակցված անձանց տենց կամ հերթափոխությամբ նվիրատվություն կամ ժառանգականություն ստացած գույքերի մասով, որ ձեզ հարազատ լինեն այդ անունները, ինչ-որ մեկին բարեկամ լինեն, ինչ-որ մեկին խնամին քաղավորը կամ ծանոթ բարեկամը լինեն։ Ես չունեմ իմ շրջապատում, ոչ իմ բարեկամական, ոչ իմ ընկերական շրջապատում գեթ մի տենց անձնավորություն, ով նման սխեմայի մաս կարող է կազմած լինի օտարման կամ օտարումից հետո նվիրատվության։ Ի դեպ պետք է նշեմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում մոտավորապես 70-ից 80 անուն գույք, անշարժ գույք, թե վարձակալական հիմունքներով անվերադարձ 99 տարի ժամկետով տրված է եղել ինչ-որ սուբյեկտների տնտեսվարող, դրանք այդ բոլոր պայմանագրերը խզվել եւ հետ են վերադարձվել համայնքի տնօրինմանը եւ համայնքի կառավարմանը։ Բա դրա մասին խոսացեք, բուզանդի 1 դրոպ 3-ից եկեք խոսացեք, որ տարածքներ էին նվեր տալի իրար, տենց ասում էին գնացեք ձեր գրասենյակները բացեք։ Կարող է մի հատ բացենք, նայենք, տենանք այդ անունները, ում են տրվել, ում օրոք են տրվել, էլի ձեզ լիքը հարազատ մարդիկ դուրս գան այդտեղ։ Հնարավոր է։ Ամփոփում եմ, պարոն Փամբուխյան, ինչ վերաբերվում է Պարոն Իսկանդերյան, ձեր այստեղ
որ խոսում եք էլի տենց արժանապատվությունից, բարոյականությունից, ես կարծում եմ մեր արժանապատվության հասկացողության տենց մոտեցումներն ու պատկերացումները տարբեր են, որովհետև երբ որ դուք տենց այդ ցեխերը շպրտում եք ինչ-որ մեկի վրա, մտածեք եւ հիշեք, որ այդ ձեր ձեռքերն էլ են ցեխոտվում դրանով։ Նախ եւ առաջ պետք է մարդ ինքը լինի առաքինի, ինքը իր վարվելակերպի, իր գործողությունների մեջ լինի առաքինի, որպեսզի կարողանա օրինակը ծառայել եւ այստեղից ինչ-որ մեկին ինչ-որ մի բան փորձի հասկացնել կամ ինչ-որ մի բան մատնացույց անել։ Ասենք լիքը լավ բաներ այս կառավարությունը իրականացնում, շատ տարբեր ծրագրեր բոլորի հանդեպ, բոլորի նկատմամբ, նաև մեր արցախահայերի նկատմամբ, ովքեր որ տեղահանվել են եւ հանգրվան են գտել Հայաստանում եւ մենք մեր եղբայրների պես վերաբերվում ենք մեր քույրերին, մեր եղբայրներին լրիվ եղբարաբարո ընդունել ենք, ինչով կարողացել օգնել ենք, շատ-շատերն էլ ինձ տեսած կլինեն այդ օրերին վայքում, երբ որ ես հաշվառման կետեր էին ստեղծվել եւ երբ որ ես օգնում էի փախստականներին, այդ գործընթացներին մասնակիցները ներկաները կփաստեն, պարոն Իսկանդարյան, կարող է եւ ձեր հարազատներից էլ այդտեղ լինեն, բարեկամներից, իրանք էլ կփաստեն, որ ես շնորհակալ եմ հիշեցման համար, ես կխնդրեմ այդ ամեն ինչը չուրանալ եւ երբ որ տենց միլիոններ եք հայտարարագրում, որ տենց կանխիկ միջոցներ ունեք, բայց ավելի կարիքավոր մարդիկ կան, բայց դուք այդ ամեն ինչը անտեսելով բնականաբար հասանելի օգնությունները ձեր օժանդակությունները ստանում եք, բայց լռում եք դրա մասին։ Եթե դες վատը ասում եք, խնդրեմ լավ կողմերն էլ ասեք, որ այո, պետությունը աջակցում է, որ այո, պետությունը փորձում է իր ամեն Արցախցու մատը մտած փուշը հանի։ Ինչով կարող, այդ լավ բաներն էլ ասեք, խնդրում եմ մի մոռացեք։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, մեկ էլ եթե դուք վատ եք զգում, պարոն Սարգսյան, ստեղ եք, լսում եք, եթե դուք վատ եք զգում, որ իմ կոլեգան, մեր ավականու գործընկերը ձեզ ասել է կամ ձեր թիմին է ասել, որ փող բաժանողների կամ չգիտեմ ընտրությունները կեղծողների քաղաքական թիմի ներկայացուցիչն եք դուք եւ ձեր համար դա հանելուկ է եւ մի ընդհատեք, ավանական ձեր վրա մի վերցրեք, նորից եմ կնում, եթե դա համար նոր բացահայտում է, ես պետք է ձեզ հիասթափեցնեմ եւ բացահայտեմ, որ դուք այդ քաղաքական ուժի պիլոտային դեմո տարբերակն եք։ Դուք քաղաքական ուժի, դուք ձեր ուժը, Արշակ ջան, հեսա ես քեզ կասեմ ով, ես քեզ կասեմ, դուք այդ չեք լսում, ավարտում եմ, դուք այդ քաղաքական ուժի, այդ ուժի դեմո պիլոտային տարբերակն եք։ Պարոն Լևոնյան, Արմեն Քոչարյան, Արմեն Քոչարյան, պարոն Սարգսյան, Արմեն Քոչարյան, ներկա է դահլիճում, եղբայր, մի վարկյան հələ ժողովուրդ, Արմեն Քոչարյան, դահլիճում է թե ոչ, այդ թիմակիցները, որ լռեն կհասկանանք, դահլիճում եք թե չէ, պարոն Քոչարյան, Պարոն Քոչյանի բարձրախոսը մի ասեք իր ելույթի հերթն է։ Սխմեք որ միան այդ, առանց սխմելու չի միան։ Նորացում է ելի կարմիր լույսեր ավարում, դրա համար է ասում։ Նախ անդրադառնամ, որ ասում եք Արցախում, պարոն Լևոնյան, փուշ եք հանեմ մատից։ Այդ Արցախու տունը, տեղը, հողը, ստեղծածը, արածը հանձնել են։ Ձեր քաղաքական ղեկավարները լռեք թողեք խոսամ, հանձնել եք հիմա փուշ եք հանում, մարդու տուն, տեղ, սաղ թողել են, եկել են, հասել են, ստե փուշ ենք հանում մատից, այդ նույն ձևով էլ տրանսպորտի համար էիք ասում, ասում եք, բան ենք արել, էժանացրել ենք, դուք թանկացրել, դուք Յանım թե էժանացրել եք, ինչ եք արել, դուք ոչ մի բան չեք արել, դուք հանձնել եք մատից է փուշ չեք անել, ձեզում պետք է, ոնց որ հիմա այս մանկապարտեզների հարցով շոու եք սարքել, նույն ձև էլ այդ փուշերն եք հանում, էլի, ում որ պետք է։ Երկրորդ հետ որ դուք ասում եք, եթե ամեն ինչը ճիշտ լիներ, դուք նստած կլինեիք այստեղ։ Դուք ոնց որ մոռացել եք, դուք ինչպես եք այդտեղ հայտնվել, ապօրինի։ Մարդիկ ընդդիմադիր ձևանալով եկե միացել են ձեզ եւ անասնագողությունով քվեարկել եք քաղաքապետ եք անօրինական ընտրել։
Այդ տենց եք այդտեղ նստած։ Եվ այո, ճիշտ եք ասում, քաղաքացինը գնահատականը տալու։ Քաղաքացին իր գնահատականը տվել է, թե Գյումրիում, թե Փարաքյարում, թե մնացած համայնքներում, որտեղ որ փորձել եք Ապոնիա, լռեք դուք դոլար չի, միատ կորեք Քոչարյան, միացած կառավարեք, պարոն Քոչարյան, միացած խնդրում եմ դոլապե։ Այդ հանձնաժողովները որ ստեղծում եք, ձեր գործընկերները այդ հանձնաժողովներին չեն ներկայանում, առհամարում են, այդ դրա համար եք ստեղծում այս հանձնաժողովները, այո, այդ որ ասում եք քաղաքացին է տալու, այդ քաղաքացուն տեսել ենք ոնց եք այս նույն մանկապարտեզների խոստումներ տարում, մասիվում հավաքել եք եւ բան եք կիրառել, ռեժիմը կիրառել Արա թող խոսան չես հասկանում որ չի կարելի Արգելի գործընկերն է Տիկին Խաչատրյան Այդ նույն մանկապարտեզների աշխատողներին հավաքել եք մասիվ այդ տենց եք այս ատեղ նստած եւ քաղաքացին այո տալու է ձեր գնահատականը այսքանը